Նայեք, հնություն պահպանված քաղաքի կենտրոնում, այստեղ քաղաքապետարանի շենքն է, Սխիդամի, Ռոտերդամին կից համայնքա, այստեղ թատրոնի շենքն է, իմիջիայլոց Շարլ Ազնավուրի ֆիլմի պրեմիերան հենց այս թատրոնում է տեղի ունեցել, Տրիվիրյակի ավերակներն են 1300 թվականից Մատենեսը ընտանիքից ստանում են այս դղյակը ու այդ օրվանից էլ, այդ ժամանակվանից էլ անվանվում է Մատենեսի դղյակ, իրակից կառույցներ են եղել մինչև 60 մետր, ուղղակի դրանք հետո ավերվել են, բայց այս հատվածը նայեք ոնց է մնացել, հենց գետ է եղել, այստեղ, այս գետից հիմա այս հատվածն է, դա Սխի գետն է, ինչքան հետաքրքիր է, 14-րդ դար է, ու սենց պահպանվում է քաղաքի կենտրոնում, չեն փչացրել, չեն քանդել էլի ամենակարևորը, սենց է եղել իր տեսքը, ու ամրոցը ջրի մեջ կառուցել է եւս ռազմավարական նշանակություն է ունեցել, քանի որ այսպիսով կարողացել են անցնող նավերից տուրք գանձել այդ ժամանակներում։ Ավերակների այսքան հատվածը արտաքինից կարելի է տեսնել, անցորդների համար բաց է, բայց ներսը կարելի է տեսնել միայն հատուկ օրերի ընթացքում, երբ նախապես հայտարարվում է, որ բաց է լինելու։ Այստեղ լույսեր ա դրված, որ գիշերը վառվում է լույսերը, այս հատվածն էլ ջրի մեջ է հավանաբար։